Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ, սիրելի ընկերներ, քիչ առաջ ես ու Սերգեյը այցելել էինք թիվս նաև մեր մյուս գործընկերների Դավիթին, հերթով այցելում էինք, շարունակում է լինել Նայիրի բժշկական կենտրոնում, վիճակը ցավոք սրտի տենց դրական տեղաշարժ դեռ չունի, հուսով ենք մոտակա շրջանում պետք է որ արդեն լինի, էլի լույսի հետ կապված խնդիր ունի, էլի գլխացավեր, ուժեղ աչքի ցավեր, մի խոսքով ենթադրում եմ, որ այդ ամենը իր հիվանդությունները բավական լուրջ հիվանդություններ իր հերթին, դրան էլ գումարվեց փաստորեն նա, որ պարզվեց դեպքի օրը, այսինքն ծաղկազարդի օրը ուղեղի ցնցում է ստացած եղել։ Ուզում եմ կարճ անդրադառնալ, որտեղ նկատում եմ, որ կեղտոտ պրոպագանդա է շարունակվում, քարոզչություն է շարունակվում Դավիթի նկատմամբ, ներառելով նաև փաստաբաններիս, ինչ-որ առումով նաև ընտանիքին, շատ կեղտոտ պրոպագանդա է գնում, հիմա արդեն այդ քարոզչությունը էլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց մակարդակով չի իրականացվում, երևի թե ինչ-որ մարդիկ հուշել են, որ դա տենց ոնց կարելի է, ասենք, այդ կոկորդիլոսման այդ պարոնայք եւ որոշ դեպքերում նաև տիկնայք, ոնց որ թե մի քիչ հետ են քաշվել, դրա փոխարեն իրենց այն քարոզչական թիմն է, այն որ մեր հարկերի հաշվին մեզ բոլորիս հայհոյում են, վատաբանում են եւ այլն։ Ես անձամբ դրանից չեմ նեղվում, ես գիտեմ, որ ես դրական գործ եմ անում եւ ես գիտեմ, որ իմ վարձքը ես ստանալու եմ իմ վարձքը այն տեղերից, որտեղ որ մարդու դրական գործերի համար մարդիկ իրենց վարձն են ստանում։ Ես հուսով եմ, որ այն ամեն ինչը ինչ որ ես եմ անում, ես հուսով եմ այն ամեն ինչը ինչ որ իմ ընկերներն են անում, մեր երեխաների վրա է ազդելու, մեր սերունդների վրա է ազդելու։ Իմ համար դա է կարևոր, ես դրանով բավարարվում եմ։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ վատություններ են անում, թող ինչ ասեմ։ Աստված ներողամիտ լինի այդ մարդկանց նկատմամբ, թեև դրան արժանի չեն։ Եվ նրանց սերունդների նկատմամբ թող ներողամիտ լինի, թեև, չգիտեմ, իրենց արածը արած չի։ Հիմա այդ քարոզչության հիմնական, այսպես, թեզերից մեկն էր, այս փաստորեն այս քանի օր հետո հիշեցիք, որ եղել է ուրեմն ուղեղի ցնցում։ Ուրեմն մենք հստակ արձանագրենք, որ այն բոլոր ախտանշանները, որոնք որ հենց վկայում են ուղեղի ցնցման մասին, մենք առաջին օրից հրապարակավ դրա մասին խոսում ենք։ Ուղղակի մեկի իմ մտքով չի անցել, որ դա ուղեղի ցնցման հետևանք է, ես ավելի շատ կարծում եմ, որ դա իր ընդհանուր հիվանդության ախտանշաններ են։ Բայց բանից պարզվեց, որ չէ։ Եվ մենք ստացել ենք բժշկական փաստաթղթերը միայն 3 թե 3 առաջի օրվա երկրորդ կեսին։ Ամենայնպես ես դրանց ծանոթացել եմ 3։ Եվ այս տեսանկյունից ոչ մի տարօրինակ բան այդտեղ բնականաբար չկա։ Ես դες արդարանալու համար սա չեմ ասում, այլ դրա համար, որ մարդիկ կան, կարող է հատուկ կամ պատահաբար տեսած լինել այդ կեղտոտ քարոզչական նյութերը, որ իմանան, թե ինչու ենք մենք սրա մասին խոսում դեռ ծաղկազարդի օրը, այսինքն 10 քանի օր հետո, առաջ 13 օր առաջ տեղի ունեցած դեպքի բժշկական ախտորոշման մասին խոսում այսքան ուշ, այսինքն 10-11 օր հետո։ Այդ պատճառով, թե բժշկական փաստաթղթերը ստացել ենք շատ ավելի ուշ, իսկ մենք սովորություն չունենք օդի մեջ խոսելու։ Ես ինքս անկեղծ ասեմ, ուղեղի ցնցման մասին չէի մտածում, որովհետև գիտեմ իր հիվանդությունների մասին, մեզ բանից պարզվեց ուղեղի ցնցում է։ Եվ հիմա հետադարձ որ նայում ենք, բոլոր ախտանշանները դրա մասին են խոսում։ Ցավոք սրտի դա այդպես է։ Վերադառնալով ինչպես նշեցի, վիճակը Դավիթի տենց դրական բան չունի, տենց փոփոխություն
չունի, մեծ հույս ունենք, որ շուտով կլինի, բայց որոշակի նորություններ կան իհարկե գործի հետ կապված, մասնավորապես այսօր մեր գործընկերները, ոնց որ թե Վարդուհի Էլբակյաններ, թե Լուսինե Մարտիրոսյաններ, թե երկուսն էլ հրապարակեցին, որ Վերաքննիչ դատարանը մեր բողոքի հիման վրա ուրեմն որոշման հրապարակման օր սահմանել է ապրիլի 17-ը։ Հիմա դուք կասեք, որ լավ դե, բայց շատ ուշ ժամկետ է եւ այլն, մենք կարող էինք ակնկալել, որ ավելի շուտ ժամկետ կլինի, այո, բայց սա բացարձակ կապ չունի դատարանի հետ, այսինքն մենք չգիտենք դատարանը այս որոշումը այդքան ուշ կդներ, ու օրենքի սահմաններում, ես չէ որ օրենքից դուրս է, օրենքի սահմաններում ուշ ժամկետը կդներ, թե չէր դնի, եթե չլիներ դատախազության բողոքը։ Դատախազության բողոքը մենք դիտարկում ենք բացառապես այն տիրույթում, որ դատարանը հնարավորություն չունենար անգամ ցանկության դեպքում ավելի շուտ դներ հրապարակման ուրեմն օրը։ Մենք բացառապես դա դիտարկում ենք այդ տիրույթում։ Այլ մեկնաբանություն ես ուղղակի չունեմ։ Որտեղ նման դեպք ես ուղղակի չեմ հիշում։ Երբ որ բողոքը ամբողջությամբ, լրիվությամբ բավարարվի դատավոր մնացական Մարտիրոսյանի կողմից, որը որ հայտնի է դատախազության ներողություն, մեղադրանքի կողմի քննչականի դատախազության բոլոր բողոքները անվերապահորեն եւ ամբողջությամբ բավարարելով։ Նման բան ես չեմ հիշում, որ ամբողջությամբ բավարարվի, բայց միևնույն է բողոք բերեն, ասեն այս հիմքը, որ դուք մեր հետ չեք համաձայնվել, բայց դա հետևանք չկա այդ համաձայնվելը չի համաձայնվել, միևնույն է նույն 2 ամսվա կալանքն է առանց որևէ մեկի այդ թվում նաեւ ծնողների հետ տեսակցության իրավունքի։ Այս հիմքը դուք իզուր եք հանել, պետք է այս հիմքն էլ գրեք։ Հետևանքը չի լինում, չեմ բողոքարկում։ Այս բողոքարկումը մենք այդ տիրույթում ենք տեսնում։ Եվ այո, այսօր նաեւ իմացանք, որ հսկող դատախազը մերժել է մեր գործընկերների Արամ Վարդևանյանի եւ Հակոբ Գյուլեգանի բողոքը, բողոքը չէ, դիմումը, որպեսզի դատախազը վերացնի կալանքը։ Մերժել է դատախազը։ Այսինքն դատախազության դիրքորոշումը այս պայդրությամբ ամենայն դեպս ոչ մի դրական տեղաշարժ չունի։ Ես չգիտեմ դա ինչով է պայմանավորված, իհարկե հեշտ է ասել, որ այդ մարդիկ մարդկայնությունից զուրկ են, այս ինչ է, այն ինչ է, հեշտ է ասել, գուցե նաև դա ճշմարտությունն է, չեմ կարող ասել։ Բայց ես մի քիչ ուզում եմ մտքիս մեջ մտածել, որ դա համենայն դեպս ամբողջական ճշմարտությունը չի, գուցե այդ մարդկանց սխալ տեղեկություն են տալի, դրա համար է այդպես, չգիտեմ։ Ամեն դեպքում փաստը այն է, որ այդ մարդիկ դատախազությունը այս պահին ընդգծված եւ շատ հստակ դիրքորոշում ունի, որ պետք է Դավիթը կալանքի տակ մնա։ Մարդ, որը որ պատարագի էր գնացել, ոչ մի բան չէր արել, իրան էին եկել կպել, պետք է կալանքի տակ մնա։ Սա է դատախազության դիրքորոշումը, որպես իգիտություն սա մենք ընդունենք։ Չգիտեմ։ Ուրեմն քանի որ ձեզ տեղեկացրել էի նաև հոգևորականի այցի հետ կապված, ասեմ, որ այստեղ էլ մի հատ նորությունը այն է, որ այսօր միջնորդություն եմ ներկայացրել քննչականին, պարզաբանել եմ իրավիճակը, որ գիտեք ինչ, այն քահանան, որը որ իրավասու էր, որպես Աբովյան քրեակատարողականը սպասարկող քահանա այցելելու, նա վատառողջ չէ, ի վիճակի չէ այցելելու, բայց գիտեք ինչ, դա պետության պոզիտիվ պարտականությունն է, այսպես չի որ կոնկրետ քահանայի խնդիր կա այստեղ։ Պետությունը պարտավոր է ապահովել ողջամտության սահմաններում կալանավորների հոգևոր պետքերը։ Եվ դա ընդունված ձև է, որ այցելեն եւ հաղորդություն տան եւ այդ ծեսը կատարեն։ Նու այդ ծես չէ, այդ հոգևոր խնամքը տանեն։ Դրա համար միջնորդել ենք հոգևոր տեսուչին, քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչին, այսինքն այն հոգևորականին, որ կառույցի ղեկավարն է, եթե կոնկրետ հոգևորականի ի վիճակի չէ, գոնե այդ հոգևորականին թույլատրել շատ հարգելի
հոգեշնոր Տեր Իսահակ Վարդապետ Պողոսյանին։ Ներողություն, զանգ եկավ։ Իսահակ Վարդապետ Պողոսյանին, տեսնենք թե քննչականը ինչ որոշում է կայացել, ու ինչպես եւ երեք ասել եմ, իմ միջնորդության մեջ ուղիղ նշել եմ, որ մենք ոչ մի առարկություն չունենք, նույնիսկ ողջունում ենք, որ դուք էլ ներկա լինեք, որ հանկարծ որևէ մեկի մտքով ինչ որ ավելորդ բան չանցնի։ Այդ էլ տեսնենք ինչ որոշում է կայացնելու քննչականը, եւ ես համարում եմ, որ սա մեղմ ասած շատ վառ բան է, որ չի հաջողվում ապահովել։ Մինչեւ այսօր մենք քննչականին պաշտոնապես չենք դիմել, այսինքն եղել էր ուրեմն հաղորդակցություն, բայց այն առումով, որ գնացեք կազմակերպեք հոգևոր, այսինքն քրեակատարողական ունի հոգևոր սպասարկող, հոգևոր այսպես ծառայության հոգևորական, որը որ սպասարկում է Աբովյան քրեակատարողականը, գնացեք փորձեք, մենք խոչընդոտ չենք այսպես լինելու դրան։ Մենք փորձեցինք, մարդը վատառող չէ, ինչ անենք։ Անձամբ եմ խոսել քահանայի հետ, վատառող չէ։ Բայց թե վատառող չէ, դրանով ինչ հարցը փակվում է։ Չի փակում, չէ։ Էդ էլ այդպես։ Ես շատ հեռու եմ այն մտքից, որ հանկարծ մտքովս անցնի, որ ինչ որ մի բան այստեղ այն չի։ Նման բան մտքովս չի անցնում։ Բայց փաստը մնում է փաստ, որ մարդը վատառող չէ, արդեն որիորդ օրն է։ Հա։ Կարճ կուզենամ անդրադառնալ նաև այն հարցին, թե ինչպես եղավ, որ ուղեղի ցնցում ստացավ Դավիթը։ Ես չէի նկատել, բայց մի 3 թե 4 օր առաջ իմ մտերիմներից մեկը, Առաքելը Սեմիջյան, շատ լավ վերլուծություն էր կատարել կապված թիկնապահի գործառույթի հետ, հետաքրքիր նաև խորհուրդ էր տվել նայել թիկնապահը ֆիլմը, հայտնի, որտեղ շատ լավ երևում է թիկնապահի գործառույթը, որ թիկնապահը պատժիչ գործառույթ չի իրականացնում, անվտանգությունն է ապահովում, եւ եթե անհրաժեշտություն չկա իր պաշտպանության օբյեկտի պաշտպանելու տեսանկյունից ֆիզիկական ուժ կիրառելու, նա դրա իրավունքը չունի։ Եվ այդ պահին նման անհրաժեշտություն չկար։ Բացարձակ ոչ մի վտանգ չէր սպառնում արդեն։ Հնարավոր չէր մտածել, որ Դավիթը վտանգ է սպառնում այդ պահին, երբ որ նա ֆաշիստաբար երեխուն հարվածեց եւ հանգեցրեց բանի ուղեղի ցնցման։ Դիտավորյալ, ուժեղ, ցավ պատճառելու համար։ Նա իհարկե չէր կարող իմանալ, որ հիվանդություններ ունի եւ այլն, դա չենք պնդում։ Բայց նա հատուկ հարվածեց պատժական նպատակներով։ Այսինքն նա իրեն դուրս թողեց պետական ծառայողի, այսպես կարգավիճակից։ Ընդհանրապես պետական ծառայողի կարգավիճակով այդտեղ չէր, այլ Նիկոլի ախրանան էր, անձնական, ոչ թե պետական։ Անձնական ախրանայի գործառույթ էր այդ պահին իրականացնում։ Եվ նորից ասեմ, աշխարհն էլ շուր գա, 1000 տարի էլ անցնի, փառք Աստծո, օրենսդրության վաղեմության ժամկետ չկա։ Այդ անձնավորությունը պետք է կանչվի դատարան, պետք է կանչվի պատասխանատվության։ Եվ արդար դատարանը պետք է որոշի նրա մեղքի չափը։ Շատ լավ վերլուծություն էր Առաքելը արել, խորհուրդ կտամ գտնել եւ կարդալ։ Դեռ մի 3-4 օր առաջ այն ժամանակ, երբ դեռ պարզ չէր, որ այդ հարվածը այնքան ուժեղ ա եղել, որ Դավիթը ստացած ա եղել ուղեղի ցնցում։ Թերևս այսքանը, շնորհակալություն, հաջողություն։ Ես 13-րդ օրն ես փորձելու եմ ամեն օր, երբ մենք այցելենք, ձեզ հետ հաղորդակցվել եւ իմ տպավորություններով կիսվել եւ նաեւ վերջին նորություններով կիսվել։ Այսքանը հաջողություն։